Երբ նորարարությունը հայտնվում է վիրահատարանների դռներից ներս, բարդ խնդիրները լուծելի են դառնում։ Միքայել Ղևոնդյանի ստարտափը հենց այդ փուլում է։ Այն եկել է վերափոխելու բժշկությունը։ Միքայելը մետակոր ստարտափի հիմնադիրն է։ Հայաստանը դարձավ նրա աշխատելու, մտածելու եւ ապրելու ամենահարմար վայրը այն պահից, երբ նա եկավ եւ մասնակցեց Ներուժ 5 ծրագրին։ Мысль пришла спонтанно, потому что я через знакомых узнал, что есть такой конкурс, и решил, что мне обязательно надо в нем поучаствовать. Узнал я о нем где-то за неделю до дедлайна регистрации. Быстро все оформил и отправил заявку. У меня была идея. Идея у меня была практически полгода до момента регистрации, но у меня не было ни возможности, ни времени для реализации. Я все не решался, но когда я увидел, что есть такой шанс, я решил, что грех им не воспользоваться. Участие в Неруже, все, что было до этого и после, мне приносит только радость, когда я об этом вспоминаю. Когда сказали, что у меня первое место, я был невероятно этому рад. Эмоции были очень волнительны. Во-первых, это была гордость. Вот. Я был доволен, что вся моя проделанная работа в течение предыдущих нескольких месяцев была не проделана зря. Вот. Также это был очень огромный опыт, чему я тоже был сильно рад. Մի կողմից առողջապահական, մյուս կողմից նորարարական։ Հենց այս երկու կարևոր բաղադրիչներն են մետակոր ստարտափի համար առաջին պատվավոր տեղն ապահովել Ներուժ 5 ծրագրի գաղափարի փուլում։ Ստարտափն արժանացել է 15 միլիոն դրամ դրամաշնորհի, ինչի շնորհիվ կարողացել է զարգանալ համախմբելով փորձառու մասնագետների։ Առաջիկայում նաև կստեղծվի գաղափարի կիրառական մոդելը, նախատիպը, իսկ ինչ խնդիր է այն լուծելու։ Инновация, моя идея заключается в том, что я хочу разработать стенд, который решает хирургические проблемы, которые на данный момент решить не могут. Вот. Именно в следующем заключается идея. Мы планируем лечить сложные сосуды, например, там какие-то воспаления, атеросклероз, разрывы и прочее. На данный момент хирурги не любят оперировать такие сосуды, потому что для них нет оптимальных решений. Я именно хочу предоставить это решение. Когда я решил участвовать в Неруже, у меня не было тогда полностью сформированной команды, у меня не было ни компании, у меня была только одна идея. И я решил, что это хорошая возможность, не надо бояться. Միքայելի հաջողության բանաձևն է առերեսվել սեփական վախերին, հաղթահարել դրանք եւ փորձել։ Չէ որ հաղթում է նա, ով փորձում է։ Դուք կհարցնեք ինչ, թե ստարտափը ինչ կապ ունի բոքսի հետ։ Կապ չունի։ Չէ, իսկ եթե կատակը մի կողմ, դիսցիպլինա է տալի, դա շատ օգնում է։ Երևանում հաստատվելուց հետո Սուրեն Ղազարյանի առավոտները այսպիսին են։ Սկսվում են բռնցքամարտով, շարունակվում ստարտափի զարգացման աշխատանքով։ Սուրենը 2023-ին հիմնել է Արիբուն ստարտափը։ Այն տարբեր մեթոդներով օգնում է Հայաստան տեղափոխված մարդկանց ավելի արագ սովորել հայերեն։ Հավելվածը սովորեցնում է ոչ միայն լեզուն, այլ նաև ծանոթացնում է հայոց պատմությանը եւ մշակույթին։ Արիբունն արդեն տարածում է գտել մոտ 65 երկրներում, գրավել հազարավոր օգտատերերի ուշադրությունը։ Հենց այդ ստարտափով էլ Սուրենը մասնակցել է Ներուժ ծրագրին։ Լսել ենք Ներուժի մասին, բայց մինչև չփորձես չգիտես այդ ինչ իրանից ներկայացնում։ Բայց որ փորձեցինք այդ ժամանակ plug and play թեմից մարդիկ էին, մենտորներ էին ու շատ ուժեղ ակսելերացիա անցանք, օգնեցին մեզ տարբեր կետերով ու մենք հիմա աճել ենք, դա իրոք օգնել է։ Այդ հնարավորությունն է, որ տետ-ա-տետ կարանք շփվենք մենտորների հետ ու իրանք հենց
ինդիվիդուալ sense պատասխանում էին հենց քո խնդիրները, որը ստարտափը ունի, ասում են ոնց ուժեղացնես, դա ամենաթանկ բանն է, որը մենք ձեռք ենք բերել դրանից։ Ինչի համար եմ այդ հավելվածը սարքել, իմ համար էի սարքել, որ ես նորմալ կարադամ կարդամ գրեմ եւ բառապաշարս մեծանա, որտեղ որ եկա ոչ կարդում եմ, ոչ գրում եմ ու շատ եթե մտածում եք հիմա եմ վատ խոսում, ավելի վատ եմ խոսում։ Դրա համար ես փորձեցի նենց անեմ, որ ես շատ արագ սովորեմ, հիմնական այբուբենը հերթով չի գնում, հերթականություն հենց արած, որ այն տառերը, որը շատ ենք մենք օգտագործում, առաջ է եկել, որը քիչ հետ է եկել, որ ես, քանի որ հայերեն մեկը խոսում եմ, բայց չէի կարդում։ Ես կարայի 10 տառը սովորելով սաղ կարդայի, որովհետև ես բառերը գիտեմ ու եթե ես մոտ տառերը տենում եմ, ես հասկանում եմ ինչ բառ է։ Դրա համար այդ մեթոդիկան շատ էֆեկտիվ է։ Եթե մարդը ուզում է լեզու սովորի, հիմա մենք նետել ենք դեպի SNG, ավելի շատ ռուսերենից ուրիշ լեզու է, որտեղ լեզու սովորելուց կապ ունի ինչ լեզվից ես, ինչ լեզու սովորում։ Դա էլ է կարևոր։ Խնդիրը, որ արագ ենք մենք սովորում լեզուն, մենք մնեմատեխնիկա ենք օգտագործում, որ կա սիստեմա, որ մի քանի անգամ դու կրկնում ես, իսկ կա սիստեմա, որ մի անգամ դու տենում ես ու հիշում ես, որտեղ անգնում է մեր հիշողության խորքը դա, ու մենք դեից ենք հանում գիտելիքը։ Մենք այդ ճանապարհով ենք գնացել ու մենք արդեն մետրիկաներ ունենք, որ իրոք մարդիկ, որ մի անգամ անցնում են, ավելի էֆեկտիվ է, քան թե եթե կրկնեն մի քանի անգամ։ Այդ մեթոդիկան ու այդ խնդիրն է լուծում։ Ավելի արագ են սովորում ու ավելի որակով կարևոր է։ Ներուժին մասնակցությունը եւ միջազգային մասնագետների հետ շփումները ոչ միայն նոր գաղափարներ տվեցին ստարտափի հետագա զարգացման համար, այլ նաեւ ոգևորեցին Սուրենին ստեղծել մեկ այլ հավելված, որը նոր ասելիք կունենա եւ նոր լուծումներ կառաջարկի տեխնոլոգիական ոլորտում։ Ստեղծել ենք երկրորդ ապը, որը կոչվում է Լեզուս, այդ ներուժից հետո ենք ստեղծել թազա գիտելիքով ու դա արդեն կոմերս մեծ պրոյեկտ է դառնում, որը մենք շատ հույսեր ունենք այդ պրոյեկտի վրա։ Շատ ինդիվիդուալ բաներ են ասել ներուժի վաղտ, որը մենք հիմա օգտագործել ենք լեզուսի մեջ եւ արիգունն ենք փոխել։ Այդ իմպակտը կա, որը մենք օգտագործել ենք ու մի քիչ ուրիշ անկյունից ենք նայել։ Նոր լեզու ստարտափի նպատակն է հետաքրքիր լուծումներով եւ մեթոդներով մարդկանց օգնել սովորել տարբեր լեզուներ։ Հավելվածը վերջերս է թողարկվել։ Սկզբում վրացերեն, հետո նաեւ կլինի հունարեն եւ կորեերեն սովորելու հնարավորություն։ Ինչ խորհուրդ կտայի ներուժցիներին, ով մասնակցելու է այս տարի, շփվեք ուրիշ ստարտափների հետ, այդ նետվորքինգը շատ է օգնում, լինում է նենց, որ ավելի հետաքրքիր մտքեր կարա ձեր կողքի ստարտափը տա, քան թե մենտորը, կարա հակառակը լինի, մեր մոտ համ ստարտափներն են լավ մտքեր տվել, համ մենտորները, հաղթել եք, չեք հաղթել, դա ընդհանրապես կարևոր չի։ Կարևորը, որ ձեր ստարտափը գիտելիքը, որը դուք ունեք, դուք փորձեք, օգտագործեք։ Հաղթելուց եւ պարտվելուց այն կողմ, մասնակից ստարտափների համար ներուժը դառնում է հնարավորություն փորձելու, վախերը հաղթահարելու, սովորելու եւ բացահայտելու համար։ Իսկ դուք պատրաստ եք առաջին քայլն անել։